Իրար թուրք տեսել ես։ Այո։ Վայ, բապապն է։ Կանտով կեքը բան։ Ինձ ասած թուրքերի կանտով կեքը նման էին իմ կանտովկաններին։ Հա, մեկ տեսին թանդություն։ Բան է։ Տեսնեն։ Սրտի կա։ Հա, սրտիկներով թուրքերի էս տեսել, տես ոնց կլինի հիմա։ Ես էլ եմ այդ մտածում, ասա, այս հարցը ոնց հարուցվելու, ինչ ա լինելու։ Այս գերիները, որ գալիս են, կարող է գնդակահարեք Հանրապետության հրապարակում։ Այդքան թուրք հերիք չի տեսել են, մեջներն ապրել։ Մտքով չանցել։ Չէ։ Չէ։ Չէ, ոչ թե Հայաստանի քրեական օրենսգրքում տենց սանկցիա չկա, բայց կարան իրանք առաջարկեն։ Հա, կամ իրանք արտաքսեք, չգիտեմ։ Սա գնացեք ստեղից։ Հա։ Սուրբ ընտրյալ ազգը մեր աչքերը թուրք չեն տեսել, մեր կուսական աչքերը։ Ես ապշած եմ ուղղակի, չգիտեմ ինչ։ Տպավորված չես ազգային ժողովի։ Ես իհարկե շատ բացառական, հա։ Ես 3 օր ես առավոտյան ժամը 10-ից մինչև 6 կատվի հետ։ Ես լսում եմ ով այդ լայվերը այդքան մեծ։ Կատուն։ Ես սպասում եմ որ պետք է բացասական լինի շատ, այսինքն ընդհանուր ֆոնը, բայց առաջին օրը մանավանդ, առաջին օրը, երկրորդ օրը երևի որ ես չեմ սիրում բաներ օգտագործել շատ տենց օտար բառեր, բայց բնորոշող բառ կա էլի մտածում եմ կենցաղ դնո էր։ Հա։ Ու հենց այդ խոսույթը թուրքը անցած գումարման մեկնարկը ավելի վատն էր։ Մոռաց հասցրել ես մոռանալ։ Չեմ հասցրել մոռանալ, ուղղակի ոնց ասեմ, օրինակ ուժեղ Հայաստանի շարքերում մարդիկ ովքեր գեներացիոն են նաև այդ խոսքը, հա, մարդիկ անում ես անձամբ ճանաչում եմ, իրենց հետ շփվել եմ ժամանակին, ոմանց հետ աշխատել եմ, ոմանց հետ ինտերվյուներ եմ ունեցել, ու ես ապշած եմ, որ այդ մարդիկ ինչ որ շատ սխալ թիրախներ են ընտրել կամ իրանց ներսում իրանք մասին այնքան գաղափար չունեն, որ այդ դերաբաշխումը սխալ են արել, ով ինչից է խոսում, ոնց է խոսում, ես չեմ հասկանում։ Ու դե ստանդարտ ամեն շարունակվում է, Ալիևը ասեց, Ալիևը նշեց, Ալիևը այսպես բնորոշեց, չգիտեմ։ Բայց էս ֆիքսել դրա վրա։ Չէ, այդ իմ ականջը գիտես երբ է ծագում, երբ օրինակ մեդիայում, երբ եթերում, օրինակ ես, հա, Ալիև եմ մեջ բերում, եւ դրանից հետո ոչինչ չեմ ասում, ես ինձ զգում եմ ռոպագանդիստ։ Եթե ես դրան հակափաստարկ մեկնաբանություն չունեմ, ես զգում եմ ինձ ռոպագանդիստ, հա։ Եթե ես դրան զուգահեռ, եթե չեմ փորձում շատ ավելի կոպիտ դրան հակադարձել, թեկուզ եթերում, ես զուտ կարող եմ մեջ բերել հանրապետության բարձր պաշտոնյաներից որևէ մեկի խոսքը այդ թեմայի մասով եւ դրանով ես իրավիճակը ամբողջացնեմ, տեղեկությունը ամբողջացնեմ, քննի մասին խոսույթները, մեկնաբանությունները ամբողջացնեմ, բայց եթե միայն Ալիև եմ մեջ բերում եւ անցնում եմ առաջ, ես դառնում եմ Ալիևի խոսափողը, ներողություն։ Բայց իրանք մեջ բերում են ու ասում մեկնաբանեք մեզ։ Չէ, իրանք մեջ բերում են եւ չեն ասում, որ այդ Ալիևի խոսույթները 1000 անգամ մեկնաբանված է, հերիք չի։ Փաստաթղթավորված է եւ կարելի է այդ փաստաթուղթը օրինակ բացել, նայել, տեսնել, որ Ալիևի խոսքը մեջ բերելու կարիք չկա։ Հիմա ես օրինակ դժվար եմ պատկերացնում մի իրավիճակ, որ Ադրբեջանում առավոտից երեկո ինչ-ինչ քաղաքական խմբեր կամ սուբյեկտներ Նիկոլ Փաշինյան են մեջ բերում։ Առավոտից երեկո։ Տիպերի տարբերությունն է։ Ուրիշ տիպի երկիր է։ Չէ, դա հասկացանք, բայց այսինքն այդ մարդու խոսույթը առանց հակափաստարկի տիրաժավորելը ինչ կապ ունի երկրի բնույթից։ Բայց որ մեջ բերում են, այնպես եղել է, որ Ադրբեջանի ինչ որ ակնառու գործիչներ Նիկոլ Փաշինյանն են մեջ բերել բանի քաոսան խոսույթի հիմնավորման տրամաբանության մեջ, մեր ընդդիմախոսներ գալիս ասում են Ադրբեջան ձեզ են ցիտում են, այո, Աշոտ չգիտեմ, ինքան Էդ էլ տենթա դառնում էր քաղաքական օրակարգի մասը, լիցիկում են դառնում, չեն ցիկում դառնում։ Շատ խառներ, հետո հայփոստ։ Հայփոստը դե առանցքային թեմաներ էր։ Հա, այսօրվա է։ Այսօրվա առաջին հատվածը համաձայն է։ Հա, այդ հայփոստներ։
Վաղին Ալեքսանյանի մասով հիմնական հարցերը չեմ հիշում։ Ըստ էության հարցերը Վաղին Ալեքսանյանին հարցնում էին Երևանում քանի մանկապարտեզ եք սարքել, որի պատասխանը ինքը այդ պահին չուներ, ես ոնց որ Վահագնի հետ կապված հարց չեմ հիշում, Վահագն Ալեքսանյանի հետ կապված այսօրվա հիմնական թեման էր, որ ինքը իր ծնունդն է։ Հա, շնորհավոր։ Շնորհավոր Վահագն։ Շնորհավորում ենք պարոն Ալեքսանյան։ Միակ ուրիշ թուրք տեսած մարդու մասին եմ ուզում խոսել, թուրք տեսածը այս խիստ բան ճակերտավոր էլի, որտեղ հա, ադրբեջանցի տեսած գառնիկը, նոր գառնիկ ենք ստացել, տեսար գառնիկը ոնց։ Եվ իմ անշած անձանցից մեկը գառնիկն էր, ում հետ ես հնարավորություն եմ ունեցել ծանոթ լինելու, նաև մասնագիտական առումով շփվելու ու զարմացած եմ։ Ոնց կարող էր ինքը տենց այդքան ամփոփ լինել, որ ես լավատեսորեն եմ վերաբերվում, ես կարծում եմ, որ այնտեղ դերաբաշխման հետ խնդիր ունեն իրենք ուղղակի։ Էլի օրինակ բերեմ, ինչ վերաբերում էր օրինակ Ռուբինյանի ստորագրած որոշմանը, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների սահմանափակումներին ազգային ժողովում, այդ սահմանափակումները, որոնք նոր չեն, ինչպես նշվեց։ Այդ հավելվածը թարմացրել է, բայց ավելի ազատականացված է։ Շատ լավ։ Ես հիմա չեմ ուզում դնեմ վիճեմ, թե այդտեղ լավ են այդ սահմանափակումները, հին են, նոր են, լավն են, վատն են։ Ես կարծում եմ ինչքան բան, ինչքան ազատ այնքան թափանցիկ, եւ որքան թափանցիկ այնքան ազատ, որը կարծում եմ բոլորի համար է լավ։ Բայց օրինակ երբ նաև մասնագիտությամբ լրագրողը, որը գնացել է ազգային ժողով, падգամավոր է դարձել, վերակենում ամբիոնից խոսում է դրա մասին որպես նոր մի երևույթ։ Այսինքն լավ չի հետազոտել նյութերը, ինչ խոսել է։ Հա, ես մտածում եմ դրա համար էլ լրագրությունը այս վիճակում է, նորմալ է։ Մարդը ամբիոնից բանը հայտարարում, ալարել է մի հատ գոնե ամսաթվեր, ժամանակագրություններ գոնե ճշտի նայի, էլի բողոքի, էլի խոսքը դրա մասին չի։ Բայց այլ լույսի ներքո չներկայացնի, հասկանում ես։ Ասի սա վատ է, հին է, նոր է, պետքա չլինի, որովհետև սենց, ոչ թե գալիս, սա նոր է։ Կարծես ամեն ինչը այդ բովանդակության հետ որևէ մեկի մասնագիր չունի, նորն է խնդիրը, նորը։ Կառուցողական չի այդ առաջարկը, համաձայն եմ, բայց ես բավականին լավատես եմ այդ առումով, որտեղ ինձ թվում է իրանք դեռևս փորձարկում են տեսնել ինչը ոնց արձագանք կգտնի, ինչի վրա շեշտադրեն, որը ավելի լավ ընդունվեց դա այդ ոճով շարունակեն։ Ինձ թվում է փորձարկման, իմ զգացողությամբ փորձարկման։ Փորձարկել են էլի, լիքը բան կա։ 200,000 ադրբեջանցիների թեման կարող են ներփել էլի։ Բազմազան ա եղել իրանց ելույթների այդ առումով, ասենք սուրճ, առօրեական, ոնց որ շատ տարբեր բաներ ինձ թվում է փորձում են որտեղ այնտեղ քաղաքական գործիչներ կամ փորձառու մարդիկ չկան, ի տարբերություն Հայաստան Դաշնքի, որը դա շատ հետաքրքիր է, որ շատ ուրիշ կոչով է եկել աշխատանքի ու եթե նկատեցի Ռուբինյանին հարցնում էին ինչի, նենց չես աշխատել, որ հայ-թուրքական սահմանը արդեն բաց լիներ եւ այս երկու խմբակցությունները էականորեն տարբեր հարցեր էին տալիս Հայաստան Դաշնքի բոլոր պատգամավորներ միաբերան հարցնում էին Ռուբենին ինչի բաց չի հայ-թուրքական սահմանը։ Ու դա ցույց է տալիս, որ իրանք հասկացել են, որ այն մյուս ոճը, իդեպ նախորդ անգամ երբ Ռուբինյանը ընտրվում էր փոխոսնակ, այս հարցերը տալիս են Հայաստան Դաշնքին։ Ու իրանք հասկացան, որ այս հարցերը բան չի, էլի դրական ընկալում չունի, դա տափակաբանություն է, դուրսեցուցի է եւ անցել են իսկապես որակյալ խոսակցության փորձի, իրանց դիտանկյունից կարան ինչ-որ սուր բաներ լինեն, բայց իրանք հասկանում են մարդկանց համար առօրյայի մեջ, սոցիալական կյանքի մեջ, տնտեսական կյանքի մեջ դրական փոփոխություն կլինի սահմանի բացումը եւ Ռուբենին ասում են վատ ես աշխատել, որովհետեւ սահմանը փակ է, ոչ թե դու գնացել ես ծրագիր ես արել Թուրքիայում։ Թուրքիա տեսել։ Բայց ես որ ասում եմ, ուզում եմ տեսած ուրիշ մարդու մասին խոսել, այս պատմությունը ուրիշ բանի մասին է, անցած երևի մեր նախորդ հանդիպումից անմիջապես հետո մինչև ազգային ժողովի նիստերի մեկնարկը մենք այնքան երկար, այս մի շաբաթը իրական քաղաքական առումով այնքան երկար է, դա շատ կարևոր իրադարձություն տեղի ունեցավ իմ կարծիքով եւ ես երկար մտածել եմ այդ իրադարձության մասին, Ջանես Նաթարյան հաղթեց մինչև 17 տարեկան մշամարտիկների Բաքվում, դե հայկական դրոշը բարձրացավ, հիմնը հնչեց եւ այլն, ու այս էլ էս երևի ինչ որ բաներ տեսել ես։ Այս տղային ադրբեջանցի լրագրողը մոտենում է, մեր
կողքի գյուղից մեր համայնքից մեր սպորտ դպրոցից մեր համայնքային սպորտ դպրոցից ինչի համար իդեպ շնորհավորում ու ես նկատել եմ թե ինչ լավ է զարգանում համայնքային սպորտում անավանդ մեր մոտ միշտ էր զարգացած եղել ու հիմա անդադար այդ փոքր տարիքի երեխեքը մինչև 17, մինչև 14 այդ տարիքի երեխեքը անդադար մեդալներ են բերում ու դա շատ ուրախացնող է, այսինքն հիմա համայնքներում սպորտային կյանքը շատ ակտիվ է առողջապահական եւ այլն։ Ու ինքը շնորհակալություն է հայտնում Ադրբեջան մրցաշարը բարձր մակարդակով կազմակերպելու համար երեխայելսի։ Երեխա բայց ինչ բան ունի։ Իրա բանը էլի, իրա վարքը, իրա մարզիկի կեցվածքը, ես ճիշտ ասած շատ տպավորված եմ իրանով որպես սպորտսմեն։ Մարզիկի կեցվածք ունի իսկական։ Ու ես շատ մտածում եմ իրա մասին, ոնց որ որպես սերունդ։ Ջանեսը 16 տարեկան է, մինչև 17 տարեկանների առաջնությունում ու ինքը պատերազմի ժամանակ եղել է 10 տարեկան։ Դու պատկերացնում ես, ինքը մենք իրան տեսնում ենք, ինքը տեսքից մեծ մարդ է, մարզիկ է, հաղթում է, չեմպիոն է, հարցազրույցներ է տալիս, բայց դու ինքդ լքես հիշի 10 տարեկանում քո ընկալած քաղաքական թեկուզ դրամատիկ իրադարձությունները ոնց ես ընկալել ու հիմա ոնց ես ընկալում, ինչքան իր մանկության մասին է կոնֆլիկտը, ոչ թե իր առօրյայի ինքը կոնֆլիկտ չտեսած է, ինքը եթե գնան բանակ կամ իր սերնդակիցները երկու տարի հետո գնալու են բանակ, մենք հիմա ունենք զորացրված երեխա 20 տարեկան, ովքեր մի կրակոց չեն լսել բանակում։ Լրիվ ուրիշ տիպի մարդիկ են եւ ես դա ասում եմ ուսանողների հետ բանի շփման փորձառությամբ, որտեղ ես որ 22 թվականին ուսանողներ, տղա ուսանողներ էին գալիս բանակից, իրանք շատ այնց տրավմատիկ փորձառություններով էին գալիս 22-ին, իսկ 23-ին դեռ զորացրվում էին այդ փորձառություններով տղաները, իսկ ես արդեն 25-26 թվականներին գալիս էին ուսանողներ բանակից, ովքեր մի կերակոց չեն լսել, 26-ին ես տեսել եմ այդ մարդկանց, ծառայել են եկել են, չեն լսել մի կերակոց եւ դա մտածողության ահռելի տարբերություն է չնայած տարիների, ընդհանրապես 2-3 տարվա տարբերություն է այդ մարդկանց միջև, եւ այստեղ սերունդ է փոխվել, ես դա ասում եմ, ես շատ ուժեղ արձանագրեցի այդ տղայի վրա, որ ինքը, ասենք 10 տարեկան եղավ որ պատերազմ եղել, հասկանում ես ինչ փոխվել է։ Ես հասկանում եմ դու ինչ տրամաբանությամբ եւ ինչ լույսի ներքո ես հարցին մոտենում, բայց կա ոնց որ դրա նաեւ հակառակ կողմը, որը նաեւ քաղաքական մեղադրանք հատես, հա, որ դուք թմրեցնում եք այդպես հանրությանը եւ կրիզիսային իրավիճակի ժամանակ ժողովուրդը չի կարողանալու պաշտպանվել։ Այսինքն տպավորությունն է այդ տղայից, որ ինքը անպաշտպան է եւ անպաշտպանունակ ինքը իր տունը տարածքը հայրենիքը չի կարողանալու պաշտպանել, երբ որ դրան վտանգ սպառնա, ես հակառակն եմ զգում այդ մի կողմից, մյուս կողմից էլ այդ ոնց դա խոսքի մասին չի իմաստած, դա փորձառության մասին է, դա կյանքի մասին է եւ այդ փորձառության միջով ասում նաեւ ադրբեջանցի երեխաներ չնայած այնտեղ պրոբլեմատիկ խոսքներ կարան լինեն ստեղ, կարան լինեն Այստեղ լինում են մասնավոր խոսություններ, իսկ այնտեղ ավելի ինստիտուցիոնալ հիմքերի վրա է։ Այսինքն, այդ մասնավոր ինստիտուցիոնալ հարցին եթե անդրադառնալու լինենք, սա բարդ թեմա է, բայց միգուցե արժի խոսել։ Այս կուսակցությունների պատերազմական խոսույթ առաջարկող, պատերազմ առաջարկող կուսակցություններն էլի արի իրար չխափեն, մոտավորապես մի 400 թե ավել 1000 հոգի մարդ հանրել, դա ինչն է մարդնա։ Հա, պոպուլյար խոսույթ է։ Եվ ոնց որ ինքը շատ բարդ է հաղթահարվում։ Իսկ չես կարծում, որ նորմալ է մեր տիպի տրանսֆորմացիոն հասարակությունների համար, որ այդտենց խոսույթները Լավ, ես ուզում եմ ասել, որ խաղաղության պայմանագրում եթե ուշադրություն ես դարձրել, միմյանց երկրի ներսում միմյանց նկատմամբ խոսույթների վերաբերյալ մի հատ դրույթ կա, երկու հատ դրույթ կա, մեկը միջազգային հատկապես միմյանց նկատմամբ խոսույթների վերաբերյալ մի հատ ներքին խոսույթներում եւ ես ակնկալում եմ որ ստորագրվելուց հետո մենք նաեւ կանրադառնանք կառուցողական մթնոլորտում, գործընկերային մթնոլորտում, դասագրքերի, քաղաքական հայտարարությունների եւ այլնի խոսույթին իհարկե դաշնակցություն դա մեկնաբանվում է որ մեզ ուզում եք փակեք այս կետով, բայց ես կարծում եմ որ մենք ուզում ենք ունենալ հնարավորություն ոնց որ օգնելու իրար մասին ատելություն չտարածել եւ այդ թվում նաեւ մեր կողմից
էլի այդ հնարավորությունը ձեռք բերենք։ Թուրք տեսնելուց ուր հասան։ Չգիտեմ, բարդ է, գիտես, ինձ ավելի շատ ոչ թե նեղացնում է, որ ես դա լսում եմ։ Ինձ նեղացնում է, որ կան քաղաքական ուժեր, որոնք վստահ են, որ այդ խոսույթը, այդ ոչ մի բանի մասին է, այդ ժամանակ սպանոցին վաճառվող ապրանք է։ Ինձ դա է ցավ պատճառը։ Ոչ թե որ իրենք խոսում են։ Իրանք Հայաստանի ժողովրդի ինտելեկտը թերագնահատում են, իսկ այդ առումով տեսին կարծիք միշտ բարձր եղել, չէ՞ դու ճանապարհը անցնող հայերի մասին բարձր կարծիք չունես։ Բայց ես շատ բարձր կարծիք, ես կարծում եմ, որ լավ մարդիկ ավելի շատ են ընդհանրապես աշխարհում, եւ նաեւ Հայաստանում ես շատ շնորհակալության, հիացմունքի, էմոցիաներ ունեմ ժողովրդի նկատմամբ, նաեւ իրանց արած լիքը բաների համար, որ արել եմ վերջի տարիներին, շատ լավ եմ պահել, ես շատ հասուն ժողովրդի պես եմ պահել իրանց, բայց նաեւ քո ասածը ես այսօր ամբիոնց ասացի, ես չգիտեմ իրանք ընկալեցին թե չէ, իրանք երկու օր մեզ ասում են դուք ընտրվել եք, որտեղ վախեցրել եք պատերազմով։ Այն որ ռիսկերի մասին նշում են քաղաքական ուժերը, գրոտեսկով, չափազանցված եւ այլն, դա նորմալ է, որ ինչ ռիսկեր կան հակառակ ճամբարի ընտրվելու պարագայում ու իրանք իսկ նկարագրել են, վախեցրել են, եթե իրանց բառերով ասեմ, մենք ասել 300,000 ադրբեջանցիներ են գալիս, վախեցրել են։ Այդ դեպքում ուզում եմ իրանց տրամաբանությունը միջից տեսնեմ, այսինքն ժողովուրդը ավելի շատ վախեցել է պատերազմից, քան բանից, էքսպանսիայից։ Դուրս է գալի, հա։ Չէ։ Հա։ Չէ, այդ տրամաբանությունը։ Իրանց տրամաբանությունը այն է, որ ձեր ասած ավելի վախենալու հնչեց։ Դրա համար մենք պակաս վախենալու, գիտես նրանց ինչ եզրակացություն են անելու։ Գնալու են ավելի վախենալու բաներ մտածեն։ Հասկանու՞մ, դրա եզրակացություն, եթե իրանք իսկապես հավատում են իրանց ասածին, իրանք գնալու են ավելի վախենալու բաներ օրինեն։ Բայց այդ չի, չէ՞, այն պատճառը, որ մենք ենք ընտրվել, պատճառն է նա կներես, որ մեր ասածը ավելի արժանահավատ է հնչել, քան իրանց ասածը։ Ինչքան ավելի վախենալու բաներ հորինեն, այնքան ավելի անարժանահավատ է լինում իրանք ձայները իշն են, ասես տեսնելով է, որ վախեցնում են ընտրվում են, մեր վախեցնելուց խիչ են ընտրվում, տենց չհասկանան իրանց խնդիրը որտեղ է։ Բայց կարծում եմ, որ հիմա եթե իրանք ավելի այսպես ասած վախենալու թեզեր շրջանառեն, չէ, այս 300,000-ի թեման ուզում ասեմ, այդքան ավելի շատ չեն ընտրվի, հասկանում ես, ավելի fake կհնչի դա։ Հացը ժողովրդի ընտրելու տրամաբանությունը, որն է ոչ թե մտածում է ով է ավելի վախենալու, ամենաքիչ վախենալու սցենարը ընտրում, այլ մտածում ով ավելի արժանահավատ բան ասում։ Հա, ոնց տրամաբանական է։ Նիկոլ Փաշինյանի ասածը, որ եթե գան վերանային, ամենայն հավանականությամբ պատերազմը։ Հա, ճիշտ է ասում, էլի։ Բայց նրանք որ ասում են, բան հեսայական ժողովրդյան հեսայական, ասում եմ դուք մի քիչ բաներ են ցնդած են նրանք գիժ բաներ են ասում, այսինքն մարդկանց ինտելեկտը տենց վիրավորել չի կարելի, որտեղ իրենք վախից չեն ընտրել, իրենք համոզմունքից են ընտրել։ Սամվել Կարապետյանը ճեպազույցել ես։ Ցավոք չեմ հաստրել, որտեղ մեծ բան չեմ դու ծերին էի արձագանքում ազգային ժողով։ Ավելի մեծ բան չես կորցրել, հիմնական բաները Ծառուկյանի թեմա, իր թեման ասում էր, որ ոչ մեկ իրենց ոչ Ծառուկյանը ոչ ոք չի կարող անել։ Այս անգամ մի քիչ տարբերվում էր ինձ իր ոճը եւ այսպեսի մի բան ասաց, որ հայ ժողովուրդը երազի որ ինքը շարունակի պայքարը։ Այո։ Չգիտեմ։ Դու հայ ժողովուրդ ես, Շիրայ։ Այո, ես ժողովուրդ եմ։ Բայց ես Սարգիս Խանդանյանը չեմ։ Այ Սարգիսն էլ բարև եք։ Բարև։ Բարև։ Պարոն Խանդանյան։ Այո, հուսանք կընտրվեք հանձնաժողովի ղեկավար։ Չգիտեմ, այսինքն ես այն տրամաբանությամբ չեմ կարողանում հիմա իր այդ հայտարարությունը ընկալեմ, որ հա, որովհետև ինքն է այդ այլընտրանքը իրավիճակը փոխելու, հա։ Փոխարինը ինքնասիրահարված է։ Հա, ինձ փոխիչ բան կա։ Հա, ինձ։ Իսկ ես մարդը հոգնել է։ Ուզում եմ որ երազեն, հետո տենա չեն երազում, ասի գնամ։ Обеспечить мой плавный выход։ Ահա, էդ էլ է քննարկում ազգային ժողովում։
Ինչ-որ պետք է այդ զանգը ինքն էլ անի, որ պլավնի խրա, բայց քաղաքական չի մարդը, ես հասկանում եմ եւ այդ ոնց որ իր ամբողջ ուժերը ինչքան ուժ ունեցել է, պատկերացնես չէ, ներուժ։ Նկատի ունեմ էմոցիոնալ բան, էներգիա եւ այլն, ոչ միայն ռեսուրս, որտեղ ռեսուրսը դա ակնհայտ է բանի հակակոռուպցիոնի հայտարարությունների, ինչքան ուժ ունեցել է ներդրել է այդ պրոցեսի մեջ ու ցախողել է, ոնց որ այդ մարդը ինչ անի հենց այդ բանն ավելի նորմալ քաղաքական գործ չէ, դեպի հասկանում որ ցախողել է, հետեւաբար exit plan-ն է փնտրում, ճանապարհը։ Մարդիկ կան, որ ասենք 30 անգամ ցախողել են, դեռ շարունակում են ցախողել, բայց մարդիկ կան ինքը գոնե մի քիչ բան է, քիծակոնի հետ առումով։ Ծառուկյանի մասին էլի որ խոսեց, դեմա շատ չեմ ուզում մեջ բերեմ նրանում, ստանդարտ էլի նորություն առանձնապես չկար, բայց Ծառուկյանի մասին տարբեր դգործիչներ ժամանակ արտահայտում են, նախորդ անգամ ես ուզում եի սրա մասին խոսենք, բայց չհասցրեցինք, օրինակ մեջ բերում եմ երկու մշակույթի արվեստի ներկայացուցիչի, պարոն Գալստյան ինքը ռեժիսոր է, որ գնացել էր ի պաշտպանություն Ծառուկյանի հավաք Դատանի բակում եւ ասում էր, որ արևմտյան երկրներում Գագիկ Ծառուկյանի պես մարդկանց մասին ֆիլմեր են նկարում։ Եվ Ներսիկ Էյսպիրյան եւս այնտեղ նշեց, որ սրանով մենք ուրախացնում ենք մեր թշնամիներին, Ծառուկյանին կալանավորելով։ Ինձ թշնամիներին։ Մեծ բառը մեջն էր, որ պետք է հասկանալ այդ օրը։ Ես ուզում եմ քեզ հարց տալ, եթե Ծառուկյանի մասին ֆիլմ նկարվի, քո կարծիքով ինչ ժանրի ֆիլմ կլինի դա։ Որովհետև գիտես, չէ, բանը ընդհանրապես պատումի մեջ ամենակարևոր բանը ժանրն է։ Հենց ժանրը որոշվի, ամբողջ սյուժեն ինքնաստեղծվի, ինչ ժանրի կլինի դա։ Ինչ ժանրի։ Չգիտեմ։ Երևի դրամա կլինի։ Դրամա։ Հա։ Դրամա։ Ու գիտես ոնց կարա ֆիլմը սկսվի։ Հենց միանգամից իրեն գետնին տապալելու կազմով։ Հենց դրամատիկ կլինի։ Ես ուզում եմ առաջարկեմ, որ եթե ավելի լավ գաղափարներ կան հնչեցնեն, ես իմ գաղափար միակ միտքը, որ գլխում սակում է կոմեդիան է, ես շատ առաջին հետ եկա։ Կարա լինել պատմություն, բայց նաև այդ բանը էլի, այդ մաֆիա բան, գողություն, առիթներ, որսորդություն եւ այլն։ Կորդիլոսներ։ Ամբողջ սխեմաները, բաները պատկերացրու, ինչ հետաքրքիր ֆիլմ կլինի, ոնց է ինքը բանը մի գործարանի յուրացնում ինչ սխեմաներով ու մակաշարժ տալիս բանում, հետա պայմանավորվում, այդպես լավ ֆիլմ է։ Ոնց են պայմանավորվում։ Կարելի է դա նույնիսկ այդ երևակայության լավ բաղադրիչ կարա լինի, նկատի ունեմ ռեժիսորը շատ լավ է հասկացել, թե ինչ այդ բազմաշերտ Ենթակառուցվածքներն են կա։ Սերիալ կարա։ Իսկ Ներսիկի մասը։ Ինչը իրանց թշնամիներին, ես չգիտեմ ոնց որ ինքը իր հավաքական ինքնության մեջ ինչն դնում, որ իմանամ իր թշնամին ովքեր են ու կարող է դնում ամերիկացիներին եւ թշնամի դիտարկում պարսիկներին։ Այսինքն բուն նկատի ունես ինքը ասում է ազգային մենքի մասին է խոսում։ Հասկացա, ես դա չի ընկալել։ Իրանք ոնց որ ընկերներով Որ ասում եմ մեր թշնամիների նկատի ունի իրաց բան։ Նկատի ունի մեզ որպես հավաքական։ Իրաց քաղաքական հայացքները կիսողների, հետեւաբար չկիսողների, այդ որպես բանների։ Այս բանն է էլի, այդ որ նախկինում մի բանի մասին խոսում էր, ասում էին անձրևա գալի, ասում էին Ադրբեջանի ջրաղացին ջուր է մնաց։ Լսի, այդ պատումը տեղափոխվել է բաներ։ Նոր դարաշրջան։ Այո։ Ես պետք է տենց անենք։ Ես գիտես ինչն է, այս թեման արի բացենք։ Սամվել Կարապետյանի դեմ խոսում են այս իշխանությունը եւ Ալիևը։ Սամվել Կարապետյանի դեմ քրեական գործ, չէ, քրեական գործ։ Կամ Հայաստանում եւ Ադրբեջանում, բայց Ֆրանսիան բաց են թողում։ Կամ ազգային ժողովում ազգային հերոս Էռնեկյանից խլեցիք, չգիտեմ, այս արեցիք հայ փոստը եւ չգիտեմ ինչ։ Ազգային հերոս բարերար Սամվել Կարապետյանի քրեական գործը։ Այսինքն որ ասում ես բարերար Սամվել Կարապետյան կամ ազգային հերոս Էռնեկյան եւ օրինակ ասում ես, չգիտեմ, լրագրող Ժիրայր։ Դի է նրանց որակավորումը առաջին իրենց ընկալմամբ ազատում մարդուն որևէ պատասխանատվություն։ Տղային, որ ասում է ես պատերազմում եմ կռվել ինձ հայկական կոստը գնացեք անհարգալից նրանց հետ ովքեր չեն կռվել։ Ինչու պետք է հարգել մարդկանց, ովքեր չեն կռվել։
Դες այդտեղ կարող ենք ասել, որ օրինակ Փաշինյանը շատ տգի խոսք զարգացրեց քարոզարշավի ժամանակ, ինչու՞ չես մեռել, հա։ Այս մարդն իրեն իրավունք ա վերապահում, ասում է կան մարդիկ, ասեմ ինչի մասին է խոսքը, էլի վարչապետը ասաց, որ ոնց մաշկը դնել խաղի մեջ, բան, էլի, արդեն այս շաբաթվա հիմնական թեմաներից Թալեբի պատմությունն, այսինքն կան մարդիկ, ովքեր իրենց մաշկը չեն դրել խաղի մեջ, բայց գալիս են ինչ պատասխանատվություն են ուզում։ Դա է այդ ոնց կարող է ինքը շատ բան է, կտրուկ ձևակերպում է, դաժան ձևակերպում է, բայց Փաշինյանը այդ Շիրազը Մանուկյան Փաշինյանի վերաբերվում է որպես բան, պատերազմի կռվածի հոր վերաբերվելու է, ասի փողոցում պատերազմը կռվել ես ցանկացած։ Գեղամ Նազարյան տեսել ես ինչ որ մենք հնարավորություն սովորել է։ Այն բարերով ոնց որ ենք խոսում Գեղամ Նազարյանի մասին, իրենք իմ մասին չեն խոսել, հասկանում ես։ Չնայած ես ոչ կռվել եմ, ոչ սողվել պատերազմում կամ իմ որդին, բայց Գեղամ Նազարյանի մասին խոսում են, այսինքն դա բան է, դիտես դա ինչ է, այժմ դա շատ երկար թեմա է, բայց ես ուզում եմ այդ մասին խոսել։ Մեկ ոչ կա, որ յուրայինների ու բանի են բաժանում, ու այդ բաները տալիս են, էլի, Արցախցի է, իրա հետ բան գործ ունեք ինքը, բան անձեռը մխելի է, պատերազմի մասնակցած է, զինվորի հայրը, զինվորի մայրը, զինվորը, ու խմբեր, արդեն խմբեր։ Մյուս բանը, եթե հանկարծ այդ մարդիկ համարձակվում են ընդդիմադիր դառնալ, իրանց հայացքները չկիսել եւ լինել իշխանական հայացքներ, քաղաքական հայացքներով։ Որդու արյունը ուրացավ, հայրենիքը ուրացավ։ Դու չես նկատել այդ կլիշեները պատրաստ ես, քիչ էլ փնտրում։ Հա, պատրաստ եմ, բայց այդտեղ մի բան էլի քեզ հարցնեմ, ճշտող մի բան։ Երբ դու ասում ես օրինակ ասում են դե Արցախցի է, անձեռնամխելի է, այդ տրամաբանության մեջ որ խոսում են, հա։ Բայց եթե ինքը ընդդիմադիր չի, ուրեմն ուրացող է։ Հա, բայց ուրիշ բան եմ ուզում նաև հարցնել։ Կամ զոհվածի մայրը, հայրը, չգիտեմ, հարազատը, նայ, օրինակ ինձ համար կամ որոշակի մասնագիտության տեր մարդիկ, որոնց նկատմամբ ես բնականաբար բոլորին եմ հարգում, այդ թվում ինձ համար նողկալի քաղաքական գործիչներին, բոլորին հարգում եմ, բայց կամ որոշակի մասնագիտության տեր մարդիկ կամ որոշակի իրավիճակի մեջ հայտնված մարդիկ, ում նկատմամբ ես իմ անհատական զգացողության մակարդակում իմ հարգանքը ավելի ուրիշ հարգանք է, այն ստանդարտ հարգանքը։ Օրինակ դա վերաբերում է բժիշկներին։ Բանն է, ինքնասահմանափակող բանն է, սա նորմալ է։ Դա վերաբերում է օրինակ բժիշկներին, հոգևորականներին, զինվորականներին, շարքային զինվորին, ոստիկանին օրինակ, ու սենց կան որոշակի մասներ։ Չգիտեմ ինչ է ինձ մոտ այդպես։ Սա նորմալ է, որտեղ մարդիկ քեզ ծառայություն են մատուցում, դու ավելի սահմանափակված ես իրենց նկատմամբ բան լինել, ոնց որ Բայց նաև որոշակի բանի է, սենց ինչ որ ակնածանքի բան կա դրա մեջ։ Ինչ է ուզում ասել, այդ որ ասում ես Արցախցի է, չգիտեմ զոհվածի է։ Գուցե այս մարդիկ ուզում են այդ տրամաբանությունը զարգացնել։ Ես հավատային եմ, օրինակ Բայց չեն կարող սխալ են անում։ Չէ, իմ ասածը ինչ է, ես օրինակ ունեմ ընդգծված դրական եւ հարգալից վերաբերմունք հարաբերությունների եւ զոհվածների ընտանիքների անդամների նկատմամբ։ Գեղամ Նազարյանը նախորդ գումարման այս առաջի օրերին մեծ վերջի բառերով ինչ ասես, ասել է, ես մի հատ կարաս դաբլ չեք անես իհարկե երկար այդ մի 2 տարին չես կարասել ես ընդգծված որոշում եմ կայացրել, որ ես ցանկացած եմ պատասխանում եմ եւ ծեփանների կարամ սուր եւ կոշտ պատասխանել, բայց ես չեմ պատասխանում առավել եւս անձնական թիրախավորմամբ Գեղամ Նազարյանին եւ իդեպ նաեւ Գեղամ Մանուկյանին իր եղբոր գերեվարությունից հետո ես ինձ համար ունեմ այդ սահմանը, որ այդ մարդկանց ոնց որ չեմ այդ մարդիկ կարան ոնց որ ողբերգությունից խելագարվել նույնիսկ էլի չկարա գնաց իրանց վերաբերվես մնացած իրանց այդ բաներին արխային քաղաքական գործիչների պես բայց իմ ասածը ստեղ ինչն է որ երբ որ այդ մարդիկ տարբերվող քաղաքական հայացքներ իրանք միանգամից դառնում են ուրացող պատկերացնում ես, ասենք Գեղամ Մանուկյանը լիներ իշխանական եւ եղբայրը Գորգ Սուջյանը, դրանից լավ օրինակ Գորգ Գևորգ։ Եկավ այդ տղան, բարձրաց ինքը օքեյ է մեր վարած քաղաքականության հետ։ Ոչ չացրին։ Հարցակի վրա խաչեցին, անեցին։ Գիտեմ։ Այդ իմ ասածը ոչ թե նա որ իրենց պետք չի ընդգծված, որտեղ օրինակ ես բանի Ղարաբաղցիների ադրեսյան կարողանում եմ
ոնց որ ինչ-որ հարցերում ագրեսիան կարողանում են կալել, որտեղ այդ մարդը տուն են կորցրել, առօրյա են կորցրել, հարաբերություններ են կորցրել, սովորական լինելու հնարավորությունն են կորցրել, հայրենիք են կորցրել, իրանք այլևս չեն կարող վերադառնալ այն տունը, որից դուրս են եկել։ Ոնց որ այդ ապրումը ես չեմ ունեցել, բայց ես պատկերացնում եմ, թե դա ինչ ծանր ապրում կարա լինի։ Դրա համար ես իրանց ըմբռնումով եմ մոտենում, նույնիսկ եթե ագրեսիվ են, չեմ ասում, ոնց որ դու բան, բայց իրանք ինչ են ասում, ուրացող։ Եվ մի հատ ուրիշ խումբ էլ կա, այս խոսակցության սկզբին վերադառնամ, ովքեր իրանց մաշկը չեն դրել այդ բանին, այդ դույգորես բառ օգտագործում խաղացեղանի, չեն ասել ես իմ մաշկով, իմ մարմնով պատասխանատու եմ, իրանք ասել են ես կայացնեմ որոշումը, թողեն ուրիշների երեխեքը գնան եւ իրանց կարելի է նաեւ բանանել էլի։ Այդ հարցը դա կարելի է։ Սուրա, բայց ես ավելի մեղմ կձևակերպեմ, բայց պետք է լուր ես ինչի չես կրվել։ Գուցե ինչին արել Կարապետյան չի գնացի բանակ, բայց ինքը հիմա բան է, այդպես ինչ-որ ուրիշ բորտինի աշխինը ինքը ուզում անվտանգություն ապահովի։ Եթե ինքը չծառայել իր ախպեր, չծառայել իր հորոխորտը, չի ծառայել, դու ծառայել ես։ Քո հաշվի, ժիրայթան, քո հաշվի, մեզ մսով ծառայող տղաների եւ իրանց ընտանիքների աշտանների հաշվի։ Չգիտեմ, կամ գուցե Սուջանին խաչեցին, որովհետև թուրք էր դες։ Լեվը դի բարձր էլի ասենք, չգիտեմ, մարդ ես։ Հա, ուրեմն իհարկե առանձնապես նորություն չեմ ասում, բայց հավով նայում եմ ես թվերը գլխավոր դատախազության կողմից, Գագիկ Խաչատրյանի օրինակ, ինչ են պահանջում նրանից Հօգուտ Հայաստանի բռնագանձը 193 անշարժ գույք 93 սահմանադրական դատարան վճռի էջերի քանակն է, որն իթիվս այլնի ներառում է 46 բնակարան կենտրոն վարչական շրջանում, 89 անշարժ գույք Կոտայքի մարզում, 29 իրավաբանական անձում մասնակցություն, 14 շարժական գույք, $1,451,000 չափով ձեռք բերված պարտատոմսեր, $147,000 ավանդ, $23,081 $409,806,000 դրամի եւ 9,750 եվրոյի չափով փոխառության պահանջի իրավունք։ Այս թիվը ճիշտ է, 17 չեմ կարող կարդամ ես հումանիտար եմ։ Ես ասեմ 17 միլիարդ 176 միլիոն 537,781 դրամ։ 81 Ինչով է զբաղված Գագիկ Խաչատրյանը։ Հիշում ես։ Սուպեր նախարար էր Սերժի ժամանակ։ Արի մի հատ իր պաշտոնը բացենք։ Պետական եկամուտների նախարար։ Պետքի բոլոր նախարարությունները, դա կոմիտե չէ։ Ինչով պետք է զբաղված լինի այդ մարդը։ Պետական եկամուտներ ապահովել։ Ապահովել է։ Ասեք դա մի բան է, երբ դու թվեր ես կարդում տներ փողեր բաներ, մի այլ բան է, որ հասկանաս ինչ պետք է աներ այդ մարդը իր պաշտոնավարման ընթացքում։ Ամենայն դեպքում դա պետք է չաներ։ Վստահաբար, բայց չպետք է աներ, պետք է իր ֆունկցիան հասկանաս իր վրա, իր գործառնական ֆունկցիան պետական եկամուտ ապահովելն է, չի հատկացել, բան չգիտեմ ինչ։ Օպտիմալացրել է պետական եկամուտները տարելա։ Դες մեղադրանք պետք է տարբեր տիպի պաշտոնյաների նկատմամբ ու մտածում ես օրինակ ես մարդը իր պաշտոնը ես մտածում եմ էլի մանավանդ որ ես ինքս էլ հիմա ոնց որ պաշտոնյաների հետ եմ անհատական պաշտոնավարում եմ ինքս մտածում եմ ոնց է էլի մտածել ամեն առավոտ գործի գնալուց կամ իսամյական փոքրից ինքը ինչ արեց ինչ պետք է անի ինչ ծրագրեր ունի հա մտածում ես տենց մտածում եմ Տանկային ինչ են մտածել ու փոքրան իրաց ֆունկցիաները բացել որտեղ աննը որ կարծում եմ նախարարություն չեմ այս բան համար վերնագիծ չի ես ուզում եմ ֆունկցիան հասկանալ այդ մարդը պետք է ամեն անգամ ամեն ոնց որ բան երամսյակը մեկ մի հատ հասկանալ ինչքան պետական եկամուտ ավելացրեց ավելացրածներ տարել է ինչ ավելացրածներ տարել է Անձնական եկամուտների կոմիտեի նախարարն է, անձնական եկամուտների նախարարն է եղել, պետական եկամուտների նախարար չէ։ Կամ ինքը իրեն նույնացրել է պետության։ Գուցե։ Հա, Փաշինյանը կառավարությունը լինի, ինքը չի կարող։ Վերություն, իմ քոնը կարևոր է պետության մեջ այդքան փող եւ այդքան տուն կա, ինչ տակ։ Ասում են, չէ՞ որ բանը, դա դեպը ոնց Կարապետյաններն ինչ որ հայ բանի հարցազրույցի թե բանի ժամանակ ասում են, դե ոնց որ ասում եմ, մասնավոր սեփականություն որ պետության ներսում է գտնվում, այս պետությանն է, այս պետության հարստությունն է։
Դե չի իրան խլել եւ աղքատացնել։ Հրաշալի բանաձևում է։ Էլի ձերն է, ինչ եք ուզում։ Ես պետության մեջ են այդ տները։ Ինչ մի Տարուկյանից 75 անշարժ գույք 3 թվականի է։ Ну 70 ծավալ։ Չէ, Samsung 29-ի հրապարակումը։ Հա, դեր Այս տարվա 20-ի, այո, դատախազում։ Հարմացված հրապարակումն է։ Տարուկյանից 75 անշարժ գույք, որն ի թիվս այլնի ներառում է 52 բնակարան նոր թաղամասում, 5 բնակարան Աբովյան փողոցում։ Նորքում 52 բնակարան։ Երկուսը մեկը ունենայի գոհ լինեի, կհամարեի, որ իմ կյանքը ստացվել է։ 11 բնակարան Կոտայքի մասում, 10 գույքի շուկայական արժեք, 42 տրանսպորտային միջոց, 38 իրավաբանական անձում մասնակցություն, այնտեղ խմբված են։ Հինա ինքը ուղղակի թարմացած ցուցակը, ես 23 թվականի ապրիլի գույքի գործով հիշում եմ այս թվերը։ Okay, ну Քոչարյանինն էլ են էլի վերա։ Հա, էլի, դե նույն տրամադրամը։ 22 անշարժ գույք, որի 19-ի միջին շուկայական արժեքի հանրագումարը կազմում է 11 միլիոն 154 հազար դրամ, 2 անշարժ գույքի գնման իրավունք 3 միլիոն 84 հազար դոլարով եւ 985 միլիոն 190 հազար դրամով ձեռք բերված պարտատոմսեր, ավելի քան 1 միլիոն 405 հազար դոլարի եւ 200 միլիոն դրամի ավանդ։ Ես ինչ ասեմ։ Չգիտեմ։ Ես դու պատկերացնես հարուստ պետության մեջ ես ապրում։ Այդ էր մտածում։ Որ կարելի է այդքան տանել, տակը բան մնա։ Հողոտ պետություն ենք ասում։ Ու հետո գիտես ինչն է զարմանում մարդկանց, ովքեր ես շատ խորապես հավատացած եմ, որ կան իրավիճակներ, եթե անգամ դու անցնում ես sense հնչեղ գործերով, առավելևս եթե դու անցնում ես գործերով, լրությունը այնքան կարևոր։ Անդ Քոչարյանի տղեն էս ասած, բայց իմ հայրիկի ժամանակ արդյոք կար։ Հա, այո։ 200 միլիոն դոլարի ֆայլ։ Ես չգիտեմ։ Լավ, գնանք առաջ։ Թագուի, մենք ամեն անգամ խոստացել ենք, բայց երբեք դա չենք արել։ Ինձ թվում է պետք է մի հատ վերանայենք կամ մեր խոստումը կամ անենք մեկնաբանությունների մասով։ Հա, մեկնաբանությունների մասով, դե ես կարծում եմ ճիշտն ասած, եթե դու ես աչքին կողմից որ բան ուզում ես օրինակ որ լինի, որ քննարկման համար։ Հա, շատ կարևոր հարց կա։ Գերկարևոր։ Մեր առաջի զրույցից այդ հարցը դրված է։ Մեծ մեկնաբանությունում խորհուրդ են տվել, դուք էլ նստեք որոշեք ձեր վերնագիրը։ Ինչ մի։ Խալիսի ինչ արի։ Չգիտեմ։ Դու այս ընթացքում ես մտածել ես։ Ես քեզ մի առաջարկ արել էի սրտով չգիտեմ։ Որը։ Վերնագրի։ Հա։ Ինչը։ POV։ Հա չեմ հիշում։ Հա, այդ կարգի սրտով չէ՞ էլի հիշում։ Չեմ հիշում։ Էս ինչ էի ուզում բանաների նախորդ շաբաթվա իրադարձ։ Միջազգային լրահոսին հետևում ես։ Հա, միջազգային լրահոսին հետևում եմ։ Հաջև Մաջև Լիբաներ խոսեցին համանդրության փոխության իրեն։ Ինչ անվանեց մեր հրաշակագրի հղումը, բայց ոնց է փաստական կալկատը։ Բան անել, փոխել խաղաղությունը հաստատվի, ասնա հաստատված է, այն Ադրբեջանի սպասումները այն է, որ Հայաստանը քայլեր անի, այսինքն առաջ գնալու համար, հա։ Ես ենթադրում եմ հետավարժի ենթակառուցվածքների մասին է։ Սամանալի։ Առաջ։ Հա, ենթակառուցվածք ինչ նկատում ես։ Գիտես, բաթուղի բան։ Ուշ իբան Ադրբեջանը որում իրանց ենթակառուցվածքները ավելի մեծ են ուզենա, կա հասնում մեր սահմանը ներս մտնելու, אבל մենք պետք է ենթակառուցվածք ունենանք, պետք է երկաթուղի եւ ճանապարհի հարցից կապված կարելի, որտեղ իրենք լավ եւ արագ են կառուցվում ու կարան կան հասնեն բանի, կոլեկտիվի մասով իրենք շատ հաճախ են այդ բանը ասում, էլի որ ոնց սկսեք որ կանցկսեք որ գնացքը կարին է անցնի, որտեղ ոնց որ իրենց կարծիքով ուրիշ ոչինչ չի խանգարում այդ բաներին, ապաշրջապատման, բայց հին գետնի վրա աշխատանքի այդ առումով քանի որ մենք ենթակառուցված ենք ու ավելի թույլ մշակույթ ունենք եւ նաեւ խնդիրներ կան բյուրոկրատական, ինչպես գիտես, այս հարցում բանա մենք հետ ենք մնում, իսկ հիմա քայլեր անել այդ նկատմամբ, բայց իհարկե եթե նկատեցիք բանի երկաթուղին, թութային կապով երկաթուղու կառուցման հետ կապված Հայաստանի Հանրապետությունը մրցույթ հայտարարեց ու դա այդ խոսակցությունը մենք ունեցել ենք դա այն թեման է, որի մասին խոսել ենք, այսինքն Հայաստանի ենթակառուցվածքները անկախ իրավական կարգավիճակից պետք է բարելավի։
իրավական կարգավիճակը չի առաջնահերթ։ Այս դա էլ է կարևոր հարց, բայց ոնց որ մեր դե քանի դրա կողմից է բան։ Այո։ Ինչ շատ լավ լուր է էլի այդ առումով իմ կարծիքով դա այս անցնող օրերի ամենալավ լուրն է, որ մենք այդ կողմից մի ենթակարգ կնանք գտնեն իրար։ Եթե ուրիշ բանն է ուզում ասել, Փաշինյանը արձակուրդեց հետո իր առաջին ճեպազրույցում կառավարություն երկաթուղու մասով ռուսական կոնֆերենցիայի մասով ասաց, որ չի բացառում, որ ինչ-որ փուլում մենք իրավական որոշումներ կկայացնենք այդ մասով Ռուսաստանի արձագանքեցին։ Պատրաստված լինելու դեպքում մի մասկումի նման որոշումներ կայացնենք, այս բան ճարտոնի։ Չգիտեմ, ինձ թվում է այս դեպքում կա այդ որոշումը, սա անոնս էր, որ ձեր վարկը վերանայեք, մենք արդեն ունենք այդ որոշումը երևի թե։ Որովհետև դե այդպես բաները ղեկավարի մակարդակով հենց մեզ չեն ասում։ Ես կարծում որ ոնց որ մենք բան կանենք, երբ որ պահը գա, երբ հնարավոր լինի արդեն գործարկել եւ այլն, դա շատ լուրջ կարգավորվածություն կունենանք, եթե պետքա դատի փոխհատուցում պահանջեն եւ այլն, դա ոնց որ բնական իսկ կուզենայի դրան մենք ավելի աշխատանքային վերաբերվենք։ Գիտեք, աշխատանքային ասեցի, հիշեցի, հապում է Դա է մասը, նաև այդ տեղն ուզում գանք, նայինի իրավունքի զրկման հարցն ենք քննարկելու, né։ Այդ թող զրկում։ Լսի, այդ ձայնի իրավունքն է, որ ոնց որ մենք նույնպես այդ հատկացած ստորագրում ենք, ու ոնց ճիշտ է, չենք մասնակցում քննարկումներին ոչ մի բան, բայց չենք սաբոտաժ անում կառույցին։ Դուք ստորագրում եք, որպես իրենք կարողանան այնտեղ իրանց համար աշխատել։ Բանությունն է ավելացի։ Բանությունը կպակացի, երևի այդ ես լսի երկու իրադարձություն այն ուշադրություն գրավել, իրական 3, բայց որոնցից մեկի մասին չեմ խոսի քեզ հետ, որտեղ կարող է քեզ հետաքրքրել, բան էլի գլոբալ մշակութային իրադարձություններն են գրավում։ Բանը մեկը հետաքրքիր է, որ Ադրբեջանում ձերբակալեցին եւ դատապարտեցին բանի մարդկանց ովքեր ցույց էին արել սովետական միության դրոշներով, այդ լուրը նկատեցիր։ Այո։ Այդ շատ հետաքրքիր է, որտեղ Ադրբեջանը դե միշտ ավելի հակառակական երկիր է եղել, քան մենք եւ Վրաստանը ինքը միշտ ավելի հակառակական է եղել ավանդականորեն, գրականություն, պատմություն, մշակույթ, որ նայես ինքը տես բան ունի, ավանդույթ ունի, ու Վրաստանը բանին Սաակաշվիլի ժամանակաշրջանը դարձավ, ինքը բան էության մեջ այդ կայսրության հետ կոնֆլիկտ ունի եւ ես կապում եմ դա, եթե որպես բան էլի վայրիվություն sense դրան վերաբերում նրա հետ, որ մենք ու ադրբեջանցիները, այս կովկասյան մուսուլմանները այն ժամանակ պարսկական կայսրության հովանու ներքո են կապրել կամ չգիտեմ կայսրության մեջ, հետո ռուսները եկել եւ ռուսական նարատիվով եւ հայկական նարատիվով եւ դասագրքել միշտ հիմա կարող է տենց գրել։ Պատագրել են։ Չկրվել են պարսիկների հետ եւ այդ ժողովուրդների տարածքները անկացրել են ռուսական կայսրության հովանու ներքո։ Հայերը այդ այն բանի բերումով, որ նրանք մուսուլման են, սրանք քրիստոնյա, այդ իրադարձությունը անվանում են ազատագրում, որ մեծ բանից պարսիկներից ազատագրեցին ռուսները։ Եվ կարող է սա բանը, կարող է հորինում եմ եւ սա կարող է այդքան էլ էական չի, բայց ես իրանց հակառուսականություն նրա հետ եմ կապում, որ այդ ժամանակաշրջանի մուսուլմանները ոնց որ զգացել են, որ իրանք այնտեղ ավելի ազատ էին, բան մուսուլմանական երկրում մուսուլման լինելու բերումով։ Իսկ հիմա այդ շատ էական դեր է խաղացել, թե ու քրիստոնյաների մեջ չգիտեմ դիտես թե սովետական բանակում ադրբեջանցիներից զենք չեն տվել, մի խոսքով հատեմ, քանի որ քրիստոնեական կայսրությունն ա եղել մահմեդականներին վատ է վերաբերվել, այդ որոշակի հիերարխիա ա եղել։ Օրինակ ադրբեջանցիները նկատես որ ադրբեջանցիները անդադար ասում մենք կապացուցենք, որ կռվել գիտեն, որովհետև սովետական միության մեջին նարատիվը այն ա, որ ադրբեջանցիները ունակ չեն կռվելու։ Իրանք այդ կոմպլեքս շատ ուժեղ ունեն, մենք ոնց որ իրանց մասին այդ պատմությունները չգիտենք, բայց ունեն։ Հիմա ես այդ իրանց բանը, այս մեր պատերազմից հետո իրանց հակառուսականությունը ես ցույց եմ որ ուժեղացել է, չգիտեմ արդյոք ես էլ կարծում եմ ուժեղացել է եւ Ուկրաինան շատ լավ թեմա է իրենց համար, դրա վրա անդրադարձ տալու եւ գուցե այդ ձերբակալությունները տրամաբանական շարունակություններին Շուշիի այսպես կոչված մեդիա ֆորումի ժամանակ արևի հայտարարություններին, ու նաև ինքը ցույց տվեց, որ իրա նկատել ես թե ոնց է Ռուսաստանը արձագանքում, սա էլի հետաքրքիր է։ Հա, իհարկե, դե արդեն ինձ թվում է այն որ ոնց որ մենք դեպի խոսանք ոչ առանց նկատել։ Բաղուց պարզ դա է ինչ որ արդեն։ Մենք գործընկերներ ենք բանել ու
ոնց որ չգիտես հիմա դա ինչ ուղերձա մեզ կարող է մենք խոսում դրա համար են կարող ենք մի բաներ գուցե մի հատ փորձում ու բան մյուս երկրների որոնք ճիշտ է շատ հարաբերություններ պահպանում են Ռուսաստանի հետ աչքով նայեց դա ինչ ուղերձա ինչ են ուզում ասեն որ մեզ ասում են ոնց որ զգուշ եղեք իրանց ասում մեր գործընկերներն ոչինչ ես անգամ անզգուշ է կարող է մեր վարկն ասալ մենք այդպես բան կարող ենք ավելի լավ մենք հակված ենք կառուցողական լինել գաստո մինչև հիմա հաջորդ անգամ մենք կբերենք էթնիստից եմ մի անգամ շատ լավ ձկներ եւ չմոռանաս Ռուսաստանը արգելեց ջրերի որոշ ապրանքանիշեր նաև դա գազավորված բելիքների եւ այլ ուզում ասեմ ցանկը լայվում է ահա դու սավսում ես անելի տակույտ ինձ ընկածվել գիծախսի մի հետաքրքիր բան էլ տեղի ունեցավ էլի այս Ռուսաստանի հետ կապված է որ ուզեի բան անել քո կաթատում եմ պատմեցի թե այդ իրադարձությանը հետևել ես տանի Telegram-ի այո հիմնադրամի նկատմամբ այդ հետախուզումը հայտարարել է այդ ինչ էր անունը մոռացա Ռուսաստա Pavel Durov ու անենց հետաքրքիր է Telegram-ը ինքը շատ դեմոկրատական հարթակ է եթե չգիտեմ օգնում ես կամ օգնում ես մարդիկ թե չէ բան հա ճիշտ է դու ալիք ունես Telegram թագուհի հանդուրժող է բոլոր տեսակի խոսույթների նկատմամբ բայց դա պրո պատերազմական հակապատերազմական ալիքներ կամ բան կան ցենզուրայի չի ենթարկվում տարբերություն շատ այլ սոցիալական հարթակներ որոնք ինչ որ նարատիվների նկատմամբ զգայուն են խտրականության նկատմամբ զգայուն ատելության նկատմամբ կան չէ օրինակ չգիտեմ հեղինակային իրավունքի նկատմամբ YouTube-ը զգայուն է եւ այլն էլ ինչ որ Telegram-ը ինքը այդ բան գեյ դեմոկրատական հարթակ ասում ով ուզում է խոսի բայց իրանք կարծես թե հակառուսական նարատիվների մաս հետ կապված է այդ գործը հարուցված է էլի ոնց որ հա թե Telegram-ով ահաբեկչություն են արել ահաբեկչության փորձ են արել ու հետաքրքիր է որ երբ որ ինտերնետը խլացրել էին մի պահ բան առաջնագծում ես հիշում եմ որ զինվորները բողոքում են որ Telegram-ով են իրար հետ մեկ էլ մնաց է միակ հարթակ Telegram-ով են իրար հետ կոորդինացնում հարցերը հիմա ոնց որ բանը էլի չի բռնում որտեվ այդ միակ հարթակներ որոնք որ իրանք կարողանում են օգտագործել բանի էլի ինչ ուզես խոսելու համար դե Ռուսաստանի պարագան այդտեղ այսինքն գիտեմ ինքան բնական է այս ամեն ինչ կատարվում է Ռուսաստանի պարագայում հա որովհետև ես ու դուրովը լավ բան էր արել արձագանքել էր եթե տեսել ես հենց այդ ահաբեկչության մեղադրանքների մասով հրապարակել էր իր լուսանկարը տարբեր օրինակ չգիտեմ քաղաքական կամ հասարակական դեմքերի հետ եւ այլն եւ հրապարակել էր Լավրովի լուսանկարը թալիբների հետ Наши уважаемые коллеги իսկ իր դեպքում բան ահաբեկիչ ու տենց տրոլ էր անում շատ ինքը իրականում իմ զգացողությամբ այդ որպես այդ հարթակի բան հիմնադիր եւ կարծես թե տեղարժեքները բանանող էլի պաշտպանող ինքը իրականում նույնիսկ դրա նկատմամբ հանդուրժող դե հա միակ հա հենց այդ ազատ տարածք միակ բանը որ ինձ արդայնացնում է Telegram-ում այդ տարատեսակ սեքս թմրանյութերի կամ շրջանառությունն է Telegram-ով ավելի հաջող լինում որտեղ ինքը նաեւ ամենատարօրինակ բաները պաշտպանում այդ առաջարկները մյուս տեղերը տենց չեն գիտես ինչն է ինձ արդայնացնում այդ առաջարկները օրինակ իմ Telegram-յան ալիքում չէ դալցին նույնիսկ չունեմ քաղաքական լրահոսերի տակ այդ առաջարկները հայտնվում են սա անդադ պետք է մտնում րոպենոց ստուդիա դրան այսինքն գնելով վանդակության ալիքներ ընտրեք գնացեք ասենք չգիտեմ էլի չեմ ֆիքսել տենց ընդ իրական երևի բանի ալիք վարողների համար է դարձի հա այդ ու լուրջ պրոբլեմատիկ հարց է հա մեծ բաժանով պետք է անընդհատ մեջը լինես, որ անընդհատ հասցես մաքրես, դեռ չես հասկանում երբ են հայտնվում։ Կամ էլ, հա, մաքրո։ Կոմենտ մաքրո։ Դե կոմենտ մաքրո, ուսումա բոլոր բանը լրատվական, կոմենտները բաց լրատվություն տարածող մարդիկ դրա կարիք ունեն, որտեղ անհուն։ Ահա, ունեն։ Բայց օրինակ YouTube-ը բան ունի, կարգավորում ունի։
որտեղ ունի բաժին, որտեղ քեզ համար ոչ ցանկալի բառերը գրում ես, եւ ինքը բլոկ անում ապրիորի արդեն այդ բառերը, որ մեկը չի կարող այդ բառը գրել օրինակ, հասկանում ես։ Այդ շատ լավ է, եթե գրում է, այս ինքը օրինակ շատ բան է, գնալով ավելի ու ավելի կարգավորվում YouTube-ը, դրա համար է ասում, որ ոնց որ հարթակներ կան, որոնք կարգավորումների ենթարկվում են, իրանք մտածում են պետք է դա լինի, սահմաններ լինի։ Ու եթե ինչ-որ մեկ օրինակ գրում է լայվի ժամանակ, չէ՞, ընդհանրապես այդպես։ Ինքը ինձ այդ sensitive բովանդակությունը համարում թույց չի տալի, ուղարկում է ինձ, ասում է թե օքեյ, թող երևա։ Ու դու ես ինչ որ թույլտվությունը տալի, լավ։ Ինչ որ է, հա, ռուսական այդ համապատասխանն է, պատժամիջոց։ Երեք կոչենք իրենց անունները։ Հանձնվում է։ Փաշինյանը, եթե ես ճիշտ եմ հիմա հիշելու մեջ բերեմ, ցածկական ինչ որ նիստ էր ցած մոտ այդ թեմային անդրադառնալով դրսում վարչապետը տալի վարչապետը այսպես մի դիտարկում արեց, ես շատ բառած չեմ մեջ բերի որ ոնց որ մեր գնահատմամբ Եվեճեկը դեռևս չի գնալու կարգավորման, հա, այսպեսի դիտարկում արեց հա պիքսել որ դրվագ ու սա շատ ինձ համար շատ հետաքրքիր ուղերձ է, հա, այսինքն Հայաստանը ասում է, որ Եվեճեկը ավելի վատանալու է Ռուսաստանը ավելի անդլայնելու պատժամիջոցները։ Դե Հայաստանն իրենց կախված այլև փոխում է։ Չի, հա, չի հանելու։ Ու գիտես, չգիտեմ։ Սամվել Կարապետյանն ընտրենք վարչապետ։ Գալիս եմ դրան, գալիս էի դրան, չենք վարչապետ, Սամվել Կարապետյանին exit plan տվեք, ու գնա այդ մարդը։ Հա։ Լիա։ Չէ, իրական ինքը չի կարա, ոնց որ իր ակտիվները ում մոտ են ոնց որ պետք է այդ exit plan-ը տա մենք ոչ ենք տալու Քոչարյանի ակտիվներն են Պուտինի մոտ արդյոք Քոչարյանը ակտիվներ ունի Ռուսաստանում թե չէ ունի հա ունի վստահաբար ես չգիտեմ ես անկեղծ ասած թե հետաքննող լրագրողի մակարդակով է հարցեր չգիտեմ նույնիսկ հետաքննող հերիքա է մենակ բայց ես գիտեմ որ կա այսպիսի խոսույթ որ Քոչարյանը իր ակտիվները Ռուսաստանում էր պահում բաներ մի շիկենք ավելի շատ Եվրոպաներում դրա համար նա համարում է Ռուսամետ սարյամետ բայց ես կարծում եմ որ այդ բավարար պայման չէ էլի բանի աշխարհական դիրքորոշում ունենալու համար ես չգիտեմ այդ մասն ասեմ թե ես ընդհանրապես բան եմ անհետեցություն եմ համարում են նարատիվը Սերժ Սարգսյանը բանա հակառուսական գործիքա այդ պատկերացի հա ես խորապես ինստիտուցիոնալ պրոռուսական կուսակցությունը հանրապետական գուցե այդ համատությունը եկել է Քոչարյանի հետ համատությունից ելնելով եթե նայենք բանի օրինակ Եվրաքվեի նախագծի քվեարկությանը Քոչարյան պատգամավորները գնացին դահլիճից եւ չմասնակցեցին Սերժի պատգամավորները նստեցին եւ դեմ քվեարկեցին ասեցին այս հարցում չի կարելի դիրքորոշում ունենալ ուր եք փախչում հետևներից ասեցին այդ չեղավ որ իրանք ավելի ամուր են եւ ինստիտուցիոնալ իրաց դիրքորոշման մեջ եւ բան Սերժան բանում են ինստիտուցիոնալ համագործակցություն Եդինա Ռոսիայի հետ եւ այլն։ Դե բանի հետ էլ ունեն։ Հա, բանի եջկեի հետ էլ ունեն։ Բայց նու պաշտոնները կանդուշման են հասկանալ ինչի հետ ունեն, ինչ չէ։ Դե Քոչարյանը կուսակցություն չէ։ Դե Քոչարյանը ինստիտուցիոնալ գործիչ չի, ասում ինքը ինստիտուտներ չունի, ասում ինստիտուտներ, մեդիակայություն, գիտեմ, բան կուսակցություն եւ այլն։ Բանին գանք վերջում երևի sense, եթե դու ուրիշ բան ես ուզում ասել, համեց։ Ես չհասկացա այդ հայրենիքի թեման, որ էլի եկվեց երկար բարակ։ Հա, եւ Տաշիրը։ Ադանան, Տաշիրը, չգիտեմ, Էջմիածինը, Երևանը, Նորի։ Հա, այդ հարցը ընթացքում որ առաջի ոնց որ ցիկլում խոսում են, ուզում էի քեզ տայի այդ հարցը, քո արտիկով ինֆորմացիան է խորհրդարան լինելու։ Այդ անցած խորհրդարանը եղել է իրական ու պատմական Հայաստանի բանավեճի մասին, մեծ հաշվով եւ այդ դաշնակցականության ու հակադաշնակցականության մասին, որ ամփոփեց մեծ խորհուրդը, այդ իրական Հայաստան գաղափարախոսություն ձևավորվեց եւ այդ հակադաշնակցականության խոսակցությունը։ Այս խորհրդարանը ինչի մասին է լինելու։ Չգիտեմ, եթե դիտարկում որպես քայլ առաջ, չգիտեմ, հա։ Երևի իրական Հայաստանի մասին է։ Այսինքն մենք չենք շարունակելու քննարկել պատմական Հայաստանը, որ ասում բաներ են փորձարկում, գիտեմ եթերում էի ասում թե եթերից առաջ, այդ էլ են փորձարկում։ Իսկ հիմա խոսույթներն էլ են դեռ փորձարկում, մարկա ոնց որ հայփոթում իր անձնական փորձառության մասներ պատմում օտարարու ուղարկետ եւ այլն դրա արտագանքը տեսնել մարկա բան պերֆորմանսները անում, մարկա իրական բան
Ադանայի իր հայրենիք լինելու մասին ասում, մարդը հեծի թվերն է ասում, այնքան տարբեր բաներ են ասում, մարդու իրավունքների փոխություն նույնիսկ այն այրացու։ Այնքան տարբեր բաներ են ասում, իսկ ում դա նաև նրա համար է, որ տեսնեն ինչի արտական կազմում ինչի վրա աշխատեն, էլի։ Դե չգիտեմ ինչի վրա աշխատան, բայց չեմ հասկանում, ուղղակի տրամաբանությունը չեմ հասկանում։ Լսի, քաղաքական են։ Իշպես որ իրանք նոր էին ստել իրանք շարժումը, ասում են մենք ապա քաղաքական ենք։ Ես դա զգում եմ այս իրեքուրա։ Ում եմ ինչ նկատի ունեին իրանք, որ ասում են մենք ապա քաղաքական ենք։ Դու իհարկե գուցե դժբախտաբար քեզ համար, բարեբախտաբար ինձ համար։ Ես այդ մարդկանց հետ ամենուր աշխատում չունեմ կամ նույն միջավայրում չեմ գտնվում։ Օրինակ հետաքրքիր է այդ տրամաբանությունը թուրք տեսնելու, հա, տրամաբանությունը ելնելով։ Եթե մենք եթե իրենք հարցը։ Այ իրենք հարցում են Ռուբինյան թուրք տեսել, թե չէ, պատմում են, որ իրենք ռուս չեն տեսել, հայ ադրբեջանցու զենք ծախած ռուս չեն տեսել։ Եթե տեսնել կարևոր է։ ես ում շատ լավատես գտնվում ես դիտարկում անելուց։ Եթե իրենք դա հաշվի առնելով Ռուբինյանի պետական պաշտոնյա լինելու հանգամանքը, այդ հարցը տալիս են կամ, չգիտեմ, ձևակերպում են ելնելով ազգային անվտանգության տրամաբանությունից, եթե, չգիտեմ, ապա ինձ մոտ հարց առաջանում, եթե ես օրինակ իսում եմ իրանց այդ մտահոգություն, հա, ինձ մոտ օրինակ հարց առաջանում։ Ես ճանաչում եմ շատ հայերի, հայաստանի քաղաքացիների, այստեղ պատրողների, ովքեր գնացել են Թուրքիա, գնացել են ժամանցի, գնացել են աշխատանքի, գնացել են հանգստի, գնացել են ծրագրերի, հազար ու մի բան, հա, բիզնեսի, այս մարդիկ ուրեմն պոտենցիալ պիտի խնդիր լինեն ազգային անվտանգության տեսանկյունից ըստ իրենց։ Դա ինչ կապն է, բայց իրենք կարող են գալ եւ ինչ-որ բան անել, չէ՞։ Իրանք ասում են ոնց որ դու պետական պաշտոնյա ես, որոշումներ կամ մոտիվացված լինեն բանով, իսկ իրանք պետական պաշտոնյա չեն։ Իսկ եթե լավ ստուգել են, իսկ եթե այն հայերը, որոնք գնացել են Թուրքիա, տեսել են քերի, իսկ գուցե նրանք էլ մոտիվացված կլինեն, որպեսզի մեզ թրքացնեն։ Հա, կարող է։ Հա։ Տեսի, ես իրականում այդ ժամանակ ավելի շատ մտածում էի այն մարդկանց, այն հայերի մասին, ովքեր մտածել են Թուրքիայում։ Նաեւ, իրանք մեծ նորմալ ոչ շատ փոքր հայկական համայնք են եւ այնտեղ իհարկե այդտեղ կա բանի պատրիարքի գործոնը, մարդը որ ոչ միայն ապրում եւ աշխատում Թուրքիայում, այլ Թուրքիայի պետական ինստիտուտների հետ աշխատում, ոնց որ իր հետ աշխատելու պատասխանատու վարչություն կա, կառավարություն եւ այլն, ոչ միայն իր կրոնական կազմակերպությունների եւ այլն։ Ու այդ մարդու հայտարարությունները երբեմն Հայաստանում մարդիկ, չեմ ուզում ասել քաղաքական հայացք ունես, ով կարող անդիմադիրներ, կարող ոչ անդիմադիրներ, ընդունում են որպես բան աղբյուր, որի վրա կարելի է հղվել։ Ասենք ասեք պատրիարք սենց բան ասել, ասել է հանդարտվեք, չգիտեմ, բարիշեք բանի հետ, կաթոլիկոսի հետ եւ այլն, սենց ისო ոնց որ իսկ այդ մարդը, որ այդքան ներգրավված է, էլի, կարող է վակագրված։ Ոնց է հասկանում եմ։ Ոնց ես դու իրան հղում տալիս։ Դու պետքա երևի ըմբռնումով մոտենաս, որ ինքը կարա տենց բան ասի, բան անես, էլի ուղղակի սկրոլ անես, ասես, եթե կոմիտե է, դա որ ոնց որ իրաց պետական ինստիտուտների հետ աշխատող մարդը, որ ազդեցություն ունի հայկական ընդհանուր միջավայրի վրա, այդ թվում հայաստանյան, ինքը ոնց որ կարող է երբեմն ոչ հայկական մոտիվացիաներից ելնելով բան ասի, սենց բան կանես։ Ընդ որում այդ մեծ թուրքն է ժողովրդում դա շատ բան է, ասես հայ ագրեսիվ մարդիկ, Երուսաղեմի պատը, կարա բանի հрьяաների ազդեցության տակ լինի եւ այդ պահին ասենք հայկական հայաստանյան շահերի հետ չհամընկնող հարցի վերաբերյալ դիրքորոշում հայտնի իրավունքության անունից։ Չգիտեմ, Միացյալ Նահանգներում ազդեցիկ որևէ հայ, Ռուսաստանում ազդեցիկ Ռուսաստանում ազդեցիկ հայ։ Այդքան մեծ թուրք ունեցող բանի ազգի համար հանկարծ ու այս հարցը սենց բան անել, սենց դնելը նշանակում է, որ դու ուրիշ որևէ պետության մեջ գործունեություն ծավալող կամ հարաբերվող այդ ազգության ներկայացուցիչների մարդկանց ձայնը բան անես, էլի, հղում չտար։ Օրինակ մենք կարանք մեզ դիտենք, էլի, բանի
պետական իշխանությունը իրանք վրա չհղվի։ Իրանք դրանից օգտվում են, ծնվում են, իրանք ծնվում են թուրքի ցայնից։ Չէին իրանք դեպ իրանք բանին ոտին կրակում։ Մեկ էլ գիտես մի բան էլ ուղղի եզրափակվենք, եթե դու ավելի բան։ Ինձ թվում է, որ այնց լավ առաջին օրն էր, եթե չեմ սխալվում, ինձ համար դա շատ լավ ցույց է, գիտես, որ ոնց ասեմ, եթե դա քո հավատամքը չի, եթե դա քո նպատակը չի, եթե դա քո միտքը չի, եթե դա քո իրական մղումը չի, դու չես էլ հասկանալու այնց པարզ տեղերում ես դու քեզ վառելու, սպիտակ ասած։ Ուրեմն ուժեղ Հայաստանից չեմ հիշում ով է ելույթ ունեցավ, թե ինչու են իրանք վերցրել մանդատները, ինչ նպատակներ են հետապնդում, որպեսզի մենք մնանք հայ։ Այսինքն նրանք ովքեր չեն վերցրել իրանք 150 հոգի, անգլավ Գոհար Մելոյանը, բայց թքան։ Մենք մնանք հայ։ Ու ասում հայ մնանք, որպես հայ մենք հայ մնանք, հայերի իրավունքները եւ արժանապատվությունը պահպանենք եւ սենց են անում։ Մյուսն է գալիս ասում է մենք Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների իրավունքները բան։ Ես օրինակ մտածում եմ լավ, այդ երկրի ազգային փոքրամասնություններ քաղաքացիները չեն մտածում, մենք բոլորս հայ ենք, հետո երևի ես այն տեղից էի լսել, որ Ռուստամ Ռեփական Կոմերու ասորի քուրդի էսի կոստունկեմի նկատմամբ, բայց մենք բոլորս հայ ենք։ Չէ, բոլորս հայ չենք։ Մեր չաթավ այդ պայմեց խոսքը, որտեղ արդեն բոլորս հայ չենք։ Ու ասում ինքան Լսի, դու պատալք։ դեռ այս նախընտրական ծրագիրը կարդացել ես։ Ուտում եմ։ Բան ժամանակ գտի եւ կարդա, այդ քո ասած այն առաջին տեքստը, իրանց նախընտրական ծրագրի տեքստն է, որ Հայաստանի ոնց որ մենք ընտրվելու պարագայում ոչ թե Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, այլ աշխարհի բոլոր հայերի շահերի պաշտպանն ենք դառնալու։ Դա ձևակերպված է իրանց տեքստում, որ իրանք չեն պատրաստվում ոնց քաղաքացիությամբ որոշել ում պաշտպաններն են, ում շահերի ներկայացուցիչներն են, այլ էթնիկ պատկանելությամբ։ Սա իրանք ձևակերպել են շատ կոնկրետ։ Նրանք ցույց տալու են աշխարհի հայության կառավարությունը, այն որ հավաքվում էին օրենքները հայերի։ Դե դուրս գալիս է։ Դու տեսած հայերի։ Չէ, օրինակ ասում չէ, ռուսահայեր, ամերիկահայեր, քիչ են ասում թուրքահայեր, ինչ կա։ Պոլսահայ են ասում Թուրքիայում ապրող հայերին, որովհետև բան ավանդույթն է այդպեսի։ Այսինքն ես վիրավորական բառ չեմ ասում որևէ բաց։ Ավանդույթն է այդպեսին, էլի պոլսահայ են ասում, որովհետև այն ժամանակ ոնց է, որտեղ նախ Թուրքիայում ունած Պարասկերում հայ չկա, բանի Ստամբուլում են ունեցել։ Հետո դե Ստամբուլին մենք հազարամյակների վեր պոլիս ենք ասել։ Ես ճանաչում եմ պոլսահայ մարդկանց, ովքեր ծնվել մտածել են, այսինքն բան, էլի սերնդե սերունդ պոլսահայ մարդկանց, հայրենիքը պոլիսն է, այսինքն Թուրքիան իշխան ու ես իրանց վերաբերյալ միայն այդպես բան դրական էմոցիաներ ունեմ, նաև դինքի բանի բերումով, որտեղ այդ դինքականությունը շատ ուժեղ է բանի այդ պոլսահայերի մեջ, ազատականությունը ցախ ժողովուրդն էլի ավելի հակված են ցախ լինել, ինչքան որ ես եմ հանդիպել ու այդ շատ հետաքրքիր է իրանց դինամիկաները, իրանց այդ շփումները, եթե առաքինի արի, անգամ էլ պոլսահայերից խոսել, որում պոլիսին միջով հիմա հայկական մամուլ, հայ գրականություն, հայ եկեղեցի դպրոց բան կա, ունդեղ ստեղծվում է հայերենով մշակույթ, ու ոնց է որ մենք ասում Թուրքիա, մոռանում ենք որ այնտեղ բան է, էլի ինչ որ մարդիկ կան, որ թուրք տեսած հայեր բան, այնտեղ ինչ որ մարդիկ կան, ովքեր ապրում են այդ ժողովրդի մեջ, թուրք մեծամասնության մեջ, այդ երկրի պետության օրենքներով, քաղաքացիությամբ ստեղծագործում են ունեն դպրոց, իրանք ունեն այդ ոնց ասեմ, մենք չունենք ազգային փոքրամասնության դպրոց, կողմի երկու ուսական դպրոց ունենք, այսինքն դեզիական դասարաններն անգամ դժվար տրվում մեզ։ Այդ պատկերացնես ինչ միջավայր է, մենք չենք կարելի երևի դա լավ պատկերացնել մեր ինչ-որ մոնոէթնիկության բերումով։ Նո։ Հեսա Վիլենի ինքնության ժամանակ դա գիտես Վիլենը Բաքվում է տվել։ Հա։ Հարցնել են դա ադրբեջանցի դեպքերից որ ծոմել ես։ Ո՞վ է։ Ո՞վ է եղել քո բանը։ Ինչ են ասում նրանց։ Բժշկուհի։ Մանկաբարձ։ Հա, ինչ հիմա կողա այդ բանին հավաքագրել են նրանք։ Լսի, իրականում ես շատ ուրախ եմ որ լավ ստացվել այդ խոսքը, որովհետև դա շատ բան է, վնասարար է։ Հա, բայց շատ վնասարար է այն մարդիկ, ովքեր ոնց ծնվել են Թուրքիայում հայերը, իրանք Հայաստանում կզգան,
որ Հայաստան իրենց վատ են նայելու։ Այո։ Այն մասը ովքեր եղել են։ Վահե Մակարյանը պատմում էր, որ գնացել է թուրք մերկապարուհուն փող ա տվել։ Հեչ Վահեին հիմա ինչ է կարող է թուրք մերկապարուհին գործակալ էր եւ կանտոֆկեն, չգիտեմ։ Ով իմանա։ Բայց դեկատին է մեծ փորձառություն, այնքան հայերին ծանոթ փորձառություն է, որ հայաստանցիներին էլ որ ոնց պետք է նրա վրա շեշտադրել դա մենակ տարած ծաղրվի։ Ուրեմն, այդ ամաբանությամբ կարանք հիմա մի հատ պատի տակ շարենք օրինակ Բաքվից փախստականներին, Սումգայի եւ այլ 1000 հարց է բացում էլի այս թեման, չգիտեմ։ Բաքվից բանում, Ղարաբաղում, Աբաքսերում, ադրբեջանցիների, Ղարաբաղից եկած բոլորին շարել պատի տակ։ ադրբեջանցիներին տեսել։ Բոլորին շարենք, օգնոտուտով ուսումնասիրենք, հետո թողնենք շնչեն կամ ժամանապակ շնչենք։ Mission to Չէ, ոնց էր այս տարածաշրջանը ապրած լինել, տարածաշրջանի ժողովուրդների շփված լինել, ինձ թվում է, որ պետք է նորմ լիներ, ոչ թե բացառություն, անբնական է, որ մենք չենք շփվել։ Դեռ մտածել հարցեր էլի այդ լեվ բաները։ Ինչևէ, աճում էլի գրադացիան շատ տարօրինակ է։ Իսկ մոտիկից եք շփվել։ Որքան մոտիկ։ Այնտեղ ես լսում եմ իհարկե դա կողմի, ռասներ ավելի լավ է, ավելի լավ խորհրդարան կարա լինի, ես կարծում եմ, որ շանս ունի, որտեղ մի բան է քաղաքական փորձառություն եւ քաղաքական անցյալ ունեցող մարդկանց, ոնց որ իրանք շատ քիչ բան տեղ ունեն ճկունության փոխելու, ուրիշ բան անելու, ասենք չգիտեմ, Աղան Վարդանյանը ինչ փոխվի։ Այդ մարդը դաշնակա, չգիտեմ, դաշնակցություն դուրս եկել, բայց դաշնակա, չգիտեմ, ով կա, Խաչատրյան, էլի փոխվի, այնքան քաղաքական անցյալ ունի իր ուսերի, որտեղ փոխվելու շանս չկա, էլի դեպի ուրիշ ձև, չեմ ասում լավական։ Բայց նորերն էլ կարող են ընկնել այդ մոլորության մեջ։ Բայց նորերը, քանի որ բան, եթե իհարկե բանում են, էլի պայմում են, քանի որ այդ բեռը չունեն, որ ինչ որ բան պետք է իրանք պատրաստիր լինեն, ռադիկալ բան, գիտեմ ինչ եւ այլ։ Արանք կարող ես դա։ Հուսա։ Ոնց որ իրենց ապակաղական լինեն լավագույն կողմն։ Ոնց որ ես էլ ուր փոխվեմ, էլի sense կան կա։ Ինչով վերնագիրը չորոշենք։ Իսկ մի թուրք տեսել ես։ Իրանք ես։ Լավ վերնագիր չի։ Հա։ Չէ, տարագ որոշեցի։ Լսի դա շփաթվա վերնագիրն է։ Okay, ես նկատի ունեմ մեր հաղորդման։ Հա, հաղորդման։